Այս ճանապարհը լրիվ քանդվում էր։ Գոհանում ենք, Աստվածանից գոհանում ենք, որ սարքում են, մեր ոտն էլ չոր։ Իջևան համայնքի Գետահովիտ գյուղում եւս մի ճանապարհ է հիմնանորոգվում։ Ճանապարհաշինական սուբվենցիոն հերթական, բայց առաջին տուֆապատման ծրագրով։ Ճանապարհի ռելիեֆն ինքն է թելադրել։ Այստեղ վերջին ասֆալտը 80-ականներով է թվագրվում։ Թեքությունները շատ աստեղ, ասֆալտը չի դիմանում։ Համար որոշեցինք տուֆապատենք։ Ամեն տարի խճապատում եղել աստեղ։ Թեքությունը որ շատ է, ջրերը շատ աստեղ, ջրերների անդադ քանդում է։ Մեր ծրագիրը ասֆալտապատում է եղել, նորից 800 մետր երկարության ասֆալտապատում է եղել, այս մեկը 550 մետր երկարության տուֆապատման աշխատանքներ է։ Բանուկ ճանապարհ է, որ գյուղի մեծամասնությունից փողոցից օգտվում։ Տարեսկզբին սկսված շինաշխատանքների մեծ մասն արված է։ Ճանապարհը կմիանա արդեն ասֆալտապատված հատվածին, հարմար թե վարորդների, թե հետիոտնի համար։ Միջին լայնությունը 5 մետր, տեղադրվել են նաև ջրահեռացման վաքեր, վաքերին կից կունենանք մայթեր, բետոնե սալիկներով սալիկապատված, բնակիչների ավելի հարմարավետ տեղաշարժի համար։ Կատարել ենք աշխատանքների մոտ 70% եւ ավելին սուբվենցիոն ծրագրով, որի 30% Իջևանի համայնքի ներդրումն է, 70%-ը պետության։ Մինչև ապրիլի վերջ ճանապարհը պատրաստ կլինի, սակայն սրանով գյուղի ճանապարհաշինական ծրագրերը չեն ավարտվում։ Անբարեկարգ ճանապարհներ դեռ կան։ Վարչական ղեկավարի խոսքով հաջորդ սուբվենցիոն ծրագրով էլ կհիմնանորոգվի 800 մետր երկարությամբ ճանապարհ։ Աշխատանքները կմեկնարկեն ամռանը։ Քրիստինե Թորոսյան, Գայանե Թամանյան, Վահե Թամանյան, լուրեր։